Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք առաջ կուսակցության գործադիր կոմիտեի անդամ տնտեսագիտական գիտությունների թեկնածու դոցենտ Հովիկ Գրիգորյանին։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Գրիգորյան, այսօր խորհրդարանը քննարկում էր կենսաթոշակի բարձրացման նախագիծը ու իշխող քաղաքական ուժը մերժեց այն։ Փաշինյանն ասում է, մենք սիրում ենք թոշակառուին, հարգում ենք նրան, բայց պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելը ավելի հեշտ է, որովհետև նրանք ավելի քիչ են։ Արդյոք հնարավորություն չունի պետությունը բարձրացնել թոշակը եւ եթե ոչ, ինչու չունի այդ հնարավորությունը։ Եթե անկեղծ լինենք, այո, խնդիրներ կան պետական բյուջեի եկամուտների մասով 2024 թվականին 260 միլիարդով եկամտային մասը թերակատարվեց, 25-ը նոր է սկսվել, արդեն դեֆիցիտային է $1.5 միլիարդի կարգով պլանավորված է, որ պիտի բյուջեին ծախսը դրանով պետական պարկով փակենք, այդ իսկ պատճառով այո ծախսային մասով ունենք մենք, եթե եկամուտների թե ծախսային մասով խնդիրներ ունենք ու այդ բեռը լրացուցիչ ավելի լուրջ խնդիրների է բերելու, բայց այդտեղ խնդիրը ոչ միայն ֆինանսական, այլ նաև բարեհոգեբանական եւ այլն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից յուրաքանչյուր 4-րդը աղքատ է, այսինքն բնակության 25%-ը պաշտոնական վիճակագրությունով աղքատ է, այսինքն իրանց սպառողական զամբյուղի 95%-ը զբաղեցնում է առաջին սպառման ապրանքները եւ բնականաբար ամենաթիրախային հենց մեր տատիկ-պապիկներն են իրենց թոշակային համակարգի մեջ։ Իսկ ոնց է ստացվում, որ օրինակ, 98 թվականից մինչև 2008 թվականը 10 տարվա ընթացքում մոտ 500%-ով աճեց թոշակը, հիմա 7 տարվա ընթացքում աճեց ընդամենը 20%-ով։ Այստեղ շատ խորը մանիպուլյացիա կա, կառավարությունը իդեմս Նիկոլ Փաշինյանին շեշտում է, որ 5 անգամ բարձրացել է, բայց այստեղ շատ կարևոր թիվ է, որ ֆիքսենք 5 անգամ բարձրացել է, բայց ոչ թե անգամներով, այլ պրոստը թվերով։ Այսինքն մի անգամ բարձրացել է 500 դրամ, մյուս անգամ 1000 դրամ, մյուս անգամ 300 դրամ, հա, այսինքն այդ 5 անգամը դրան է վերաբերում, ու շատ խորը մանիպուլյացիա է։ Այո, 98-ից 2007 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 500%-ով բարձրացավ կենսաթոշակները, դա ցայտուն օրինակ է, թե ոնց է կառավարվել այդ տարիներին ու ոչ միայն բարձրացել, այլ նաև փողը իր արժեքն ունեցել է։ Եթե վերցնենք, որ 2007 թվականի դրությամբ նվազագույն կենսաթոշակը բազիսային կենսաթոշակն եղել է 13000 դրամ ու համեմատենք հիմիկվա ասենք 33500 հետ, իրանք համեմատելի չեն։ Ես քաղաքացիներին օրինակով կբերեմ, այն մարդիկ, ովքեր այդ տարիներին ապրել են, հա, կարան նշեն, որ 13000 դրամով դու ավելի շատ սպառողական զամբյուղ կունենայր, քան հիմա քո ունեցած էլի նույն նվազագույն կենսաթոշակ ու ամեն օր մեր քաղաքացիները ինքներս մեր վրա զգում ենք այդ տարբերությունը, երբ որ չգիտեմ 10-20 հազարով մարքետ մտնելուց մեր ամեն անգամ մեր գնացը հիմա եթե չեմ սխալվում, սպառողական զամբյուղը 33000 է, չէ՞։ Չէ, սպառողական զամբյուղը 33000 չի, նվազագույն կենսաթոշակն է 33-600 կարծեմ, որի մեջ ներառված են այն անձիկ, ովքեր կենսաթոշակային տարիք դառնալու ժամանակ ունեն 10 տարուց ավել կենսաթոշակային աշխատանքային ստաժ։ Իսկ սպառողական զամբյուղը 79000 է, 78900 դրամ։ Եվ ինչպես պետք է գոյատևեն օրինակ 33000 ստացող թոշակը։ Բնական է, խնդիր է, շատ լուրջ խնդիր, հատկապես մեր այս թանկացումների գնաճի մասով, պաշտոնապես արդեն 2025 թվական հունվար-փետրվար ամիսներին ունեցել են 2.1% գնաճ, իսկ առաջի սպառողական ապրանքների դեպքում օրինակ կարտոֆիլի գինը թանկացել է 32%-ով, կանաչին պղպեղը թանկացել է 40%-ով, այսինքն շատ խորը գնաճ ունենք։ Սրա հետ մեկտեղ եթե համեմատենք պետական քաղաքականության արդյունքում գնաճը, չգիտեմ, վստահ եմ, որ այդ մեր աղքատության շեմը 26 թվականին
ոչ թե յուրաքանչյուր 4-րդն է լինելու աղքատ պաշտոնապես, այլ առնվազն 3-րդը կամ 2-րդը։ Այս ամենի ֆոնին ասում են տնտեսությունն աճում է, զարգանում ենք, տնտեսական հեղափոխություն եւ այլն, եթե տնտեսությունն աճում է, ապա ինչու այդ ամենը չի երևում քաղաքացու վրա։ Ասում են ՀՆԱ-ն աննախադեպ աճում է այս պահին։ Գիտեք, տնտեսագիտությունը այնպիսի գիտություն է, որ ոնց ներկայացնես, ոնց ուզես կարաս ներկայացնես։ Այո, եթե առաջի հայացքից նայում ենք, ապա ունենք մենք այդ ՀՆԱ-ի աճը։ Ասեմ, որ 24 թվականին նախատեսված էր, որ ունենալու ենք 7.2% տնտեսական աճ, սակայն տարին փակվեց 5.8% տնտեսական աճով, բայց այդտեղ շատ մեծ կարևորություն է, թե այդ աճը ինչի հաշվին է եղել։ Արտաքին գործոնի հանգամանքը ազդել է մեր տնտեսական աճի թվերի վրա, որովհետև եթե վերցնենք Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցանկը, ապա կտեսնենք այնպիսի կազմակերպություններ, որ մինչև օրինակ ռուս-ուկրաինական պատերազմը չեն եղել նույնիսկ 30-40-ի մեջ։ Օրինակ Mobile Center-ը 24 թվականի առաջի եռամսյակում, երկրորդ եռամսյակում առաջին էր ու տարին փակեց երրորդով։ Mobile Center-ը վերարտանող ընկերություն է, որ արտասահմանից բերում է, հա, օրինակ հեռախոս կամ նոթբուք, այստեղ վճարում ավելացված արժեքի արտանում Ռուսաստան։ Այդ ինչի է պատճառը, որովհետև գիտեք, Ռուսաստանը ինքը սանկցիաների տակ է ու Հայաստանը ուղղակի միջնորդ կազմակերպություն է, կոպիտ ասած կազմակերպություն կամ պետություն է հանդիսանում այդ ոլորտում։ Ու ցանկացած պահի, երբ ռուս-ուկրաինական պատերազմը, հա, ավարտվի, Ռուսաստանը այդ սանկցիաներից դուրս գա, բնական է արդեն ոչ թե կտանեն այդ ապրանքները Ռուսաստան կմտնի Հայաստանի միջոցով, այլ ուղղակի ձևով։ Այդքան մասով պետական բյուջեում եկամուտները կարան նվազեն։ Նույնը Վեստայի, Վեգայի օրինակը, հա, նույն Վալբրեսի, հա, օրինակը, ու նաև շատ կարևորություն եմ ուզում ասել, որ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը գերշահույթներ ապահովեցին, միշտ բանկերների հետ որ խոսում ենք, ասում են անբացատրելի շահութաբեր տարի էր 22-ը, 23-ը, 24-ը ու իրանց շահույթով էլ իջան 9-րդ, 11-րդ, 13 խոշոր հարկատուներն են հանդիսանում ու ցանկացած պահին, երբ որ ռուսական բանկերը նորից միացվեցին համաշխարհային սյունիտ համակարգին, գումարների փոխանցման համակարգին, այդքան մասով նաև նվազել է առևտրային բանկերի շահույթն ու եկամտաբերությունը, այսինքն ունենք այո հիմա ՀՆԱ-ի աճ, բայց ինքը հիմնականում արտաքին գործոնով պայմանավորված է, նաև շատ կարևոր բան ասեմ, շատ է խոսում դրա մասին, կառավարությունն է խոսում, ընդդիմությունն է խոսում, այդ ՀՆԱ-ի աճի մեջ նաև շատ մեծ դեր ունի ոսկու վերարտահանումը, ու կարելի ասել 24 թիվը համարել են ոսկու տենդի տարի, որ մեծ դրական ազդեցություն ունեցավ Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամուտների մասում ու ընդհանուր արտահանման մասով, որը եւս պայմանավորված էր այդ սանկցիաների։ Ոսկին գալիս էր Հայաստան, դառնում էր հայկական ու արտահանվում էր հիմնականում արաբական երկրներ, Շվեյցարիա, ինչպես նաև մեր հարևան Թուրքիա։ Այսինքն կներեք վերջացնեմ միտքս, այո, ՀՆԱ-ի աճ կա, բայց դա ցանկացած պահին կարա գոնե կրկնակի եռակի նվազի պայմանավորված արտաքին գործոնով։ Այդ նվազման տենդենսը կարծես թե արդեն նկատում ենք եւ խոստովանենք, որ Հայաստանի տնտեսությունն աշխուժացավ նաեւ Ռուսաստանից արտահոսքի մարդկանց արտահոսքի պատճառներով։ Ինչու չկարողացավ այս կառավարությունը պահպանել այդ տնտեսական զարգացումը։ Իսկ կառավարությունը որ մի դրական տնտեսական գործառույթներն է կարողացել պահպանել, որ էսը չկարողացավ։ Բնականաբար մենք շատ մեծ հնարավորություն ունենք օրինակ օգտվելու այդ ռելոկանտ հասկացություն ունեցող մարդկանց, որ Ռուսաստանից Ուկրաինայի ժամանել էին մեզ մոտ, սակայն այստեղ ես շատ մեծ ձևով մեղադրում եմ հենց պետությանը, որովհետև պետությունը պետք է հասարակության հետ խոսեր, բացատրեր, հիմնավորեր, որ գիտեք ինչ, այս քաղաքացիները, որ եկել են մեր տնտեսության, մեր պետության համար, կարա շատ մեծ դրական ազդեցություն ունենա ու եկեք մեր գործառույթներով, մեր քայլերով խրախուսենք, որ այս մարդիկ կան, մնան, ստեղծագործեն, աշխատեն մեր երկրում, որն էլ կստեղծեր լրացուցիչ հավելյալ արժեք, հա։ Սակայն ինչ արեց պետությունը։ Նախ շատ խորը ձևով
հակառուսականություն քարոզեց, որը բարոյհակը բնական ազդեցություն ունեցավ այդ քաղաքացիների վրա, իսկ տնտեսական առումով ոչ մի գործառույթ չարեց, քաղաքացիները չունենալով շատերը նորմալ է որ չունեն, բիզնես մտածելակերպ $300 տունը սարքեցին $1500, հա, վարձակալությամբ տրվող, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գները եւս թանկացան, հա, նույն տաքսի սերվիսները, որ տեսնում են սլավոնական ազգի ներկայացուցիչներ, չգիտեմ 800 դրամը դառնում էր իրանց համար 2000-3000 դրամ, ու արդյունքում մի տարի արդեն հարմարվելով իրողության հետ սկսեցին արդեն համեմատել տարածաշրջանի երկրներում որտեղ է շահավետ, որ մարդիկ կարող են ապրել իրենց գոյությունը ու գործունեությունը ծավալել ու լքեցին հազարներով Հայաստանի Հանրապետությունը այդ հազարներով իր ներուժով, հա, բյուջե չունեցավ էլ արդեն ակտիվությունը 24-ը դրա վառ ապացույցն է, 29-ը ավելի թույլ է լինելու։ Այսինքն ունեցան 22-ին բում, 23-ն եղել է գագաթնակետը, սխալ քաղաքականության արդյունքում այդ ամբողջը մենք սկսում ենք օր-օրի, ժամ-ժամի մենք մեր վրա հասկալ ու նվազել։ Նաև իրանց այդ նարատիվի համատեքստում, որ տնտեսությունն աճում է, չգիտես ինչու աճում է նաև արտաքին պարտքը։ Այս պահին պետական պարտքը հասել է 13 միլիարդ դոլարի։ Օրերս էլ հայտարարվեց, որ եվրոբոնդեր են թողարկել շատ թանկ իմիջիայլոց 7.1%-ով։ 7.1 հավանական։ Այո, ինչու է այդքան շատ պարտք վերցվում, ինչն է պատճառը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Կուզենամ մի քանի վիճակագրական թվեր բերել ձեզ, որ դուք պատկերացնեք պետություն կառավարելու պետական գործիչի ու շարքային քաղաքական գործիչի տարբերությունը։ 98 թվականից 2007 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2007 թվականի դրությամբ եղել է ընդամենը $1.7 միլիարդ, ընդամենը։ 2008 թվականից մինչև 2018 թվականը Հայաստանի Հանրապետության պետական պարտքը դարձել է մոտ 7 միլիարդ, այսինքն 4 անգամ թանկացել է։ Ու արդեն 18 թվականից մինչև այսօր 13 միլիարդի շեմը մենք գերազանցեցինք։ Սա լավագույն ցուցանիշն է, թե մարդիկ ղեկավարները ոնց են կառավարել թե պետությունը, թե տնտեսությունը, հա։ Այո, ճիշտ նշեցի, 25 թվականին մենք արդեն $750 միլիոն եվրոբոնդ կառավարությունը թողարկեց, որի վաճառքը մարտի 5-ին եղավ, դեռ հələ գաղտնի փուլ կա, սպասում ենք պայմանագրից է դա բխում։ Սպասում ենք հայտարարվեն գնորդների մասով տեսնենք թե ովքեր են գնել, ես կարծում եմ, որ օրինակ ստեղ էլ կա ինչ-որ նաև քաղաքական խնդիր կախվածության մեջ դնելու մեր պետությունը, բայց ամենաբացասական երևույթը, որ մեստեղ կարելի է տեսնել, հենց տոկոսադրույքն է, 7.1%, չտեսնված տոկոսադրույք է ու սա լուրջ բեռ է մեր պետության համար։ Համեմատության կարգով ասեմ, որ Հայաստանի պետական բյուջեի 25 թվականին եմ ասում, ծախսերի 11%-ը արդեն բաժին է ընկել պետական պարտքին։ Սա շատ լուրջ թիվ է։ Պարոն Գրիգորյան, վստահ եմ մեր քաղաքացիներին էլ դա հետաքրքիր, այդ վերցված պարտքը, բացի բյուջեի դեֆիցիտ փակելուց, կարիքները հոգալուց, որքանով է ազդում տնտեսական աճի վրա, աղքատության հաղթահարման վրա թեկուզ։ Տեսեք, շատ ժամանակ, երբ որ դրամաշնորհներ են բերում պարտքի տեսքով, իրանք ունեն հստակ ուղղվածություն։ Այս 750 միլիոնը ինքը զուտ պարկ է ու կառավարությունը ինքն է որոշելու թե այդ գումարները ինչ ուղղվածության վրա ծախսեն։ Կարան տան օրինակ աշխատողների, չասենք բարձրաստիճան աշխատողների պարտքեղավճարի վրա կարա գնա, հա, ու տարբեր Ստե շատ կարևոր խնդիրը գիտեք որն է, այդ գումարներն օրինակ որ sense բերում են ասֆալտ են անում, հա, կամ ասում են այսպես ինչ ասֆալտ արեցինք, նույն փողոցը շատ բազմա չար թեմա, հա, ասֆալտը ինքը հավելյալ արժեք չի ստեղծում։ Այսինքն այդ նույն ասֆալտի վրա որ դու գումար ես դնում, այդ ասֆալտը մյուս տարի, 2 տարի հետո նորից ծախս է ուզում, ու ինքը իր հետ մեկտեղ նաև չի բերում գումարներ, այսինքն պետությունը պարկ է վերցնում, տոկոսով փող է վերցնում, ասֆալտ անում, որ 2 տարի հետո այդ ասֆալտը նորից վերակառուցի, հա, թարմացնի եւ այլն, բայց պարկը իր տոկոսով մնում է պետության վրա։
ճիշտ կնի պետական կառավարման տեսանկյունից, որ կարողանան այդ գումարները ներդնել ունա կապիտալ շինարարության մեջ, գյուղատնտեսության մեջ, ստեղծեն նոր աշխատատեղեր, հավելյալ արժեք ստեղծեն, որն էլ հնարավորություն կտա, որ այդ պարկը ճիշտ կարողանանք ժամանակին կառավարենք, որովհետև եթե մենք ինչ որ մի պահից ունենանք հնայի անկում, մեզ մոտ կարա լինի դեֆոլտի խնդիր ու այս պահի դրությամբ պաշտոնապես ասում եմ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն շատ մեծ ռիսկային գոտում է գտնվում ու ցանկացած պահի կարող համարվի դեֆոլտ։ Հունվարից սկսած բողոքի ակցիաներ են տեղի ունենում, կարծում եմ նաև այդ համատեքստում խումբ ըստ ոլորտների գալիս հավաքվում են կառավարության դիմաց փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները ու դժգոհում են հարկային փոփոխություններից, որոնք համարում են տերոր ՓՄԶ-ի նկատմամբ։ Ինչու է կառավարությունը նեղում փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Ճիշտն ասած, այդ ինչու հարցին կպատասխանեմ ավելի շատ ռետորական առումով, քաղաքական առումով, ինձ թվում է, որ Հայաստանում պետք է բնակության քիչ թիվ, որը երևի բխում է Թուրքիայի Հանրապետության դոկտրինից, որ Հայաստանը առանց հայերի, ու ամեն ինչ կարծես թե տանում են նրան, որ ամեն ինչ անեն, որ Հայաստանը ուղղակի թողեն լքեն գնա, ու կա այդ տենդենսը։ Օրինակ 2008 թվականից մինչև 18 թվականը ունեցել ենք արտագաղթ կես միլիոնի չափով, հիմա արդեն մոտ 300,000 բնակչի մասին է խոսքը գնում, հա, իսկ 98-ից օրինակ 2007 թվականներին այդ դրական է եղել ելքեր մուտքեր մարդկանց հոսքը Հայաստանի Հանրապետություն։ Ինչ վերաբերում է շրջարկի թանկացմանը, անկեղծ եմ ասում, չեմ գտնում մի հատ ինչ-որ պատճառ, թե ինչն է պատճառը, որ թանկացնում են, որովհետև ՓՄԶ-ների այդ շրջարկով վճարվող, եթե նայում ենք բյուջեի եկամուտային մասը, ընդամենը 2.5-ից 3%-ն է, ընդհանուր բյուջեի հարկային եկամուտների մեջ։ Այսինքն, եթե ինքը դառնա 4-4.5, ոնց որ իրանք են պլանավորել հարկային բեռի թանկացմամբ, ընդհանուր բյուջեի եկամուտներում ինքը շատ չնչին դեր է կատարելու։ Բայց այստեղ մենք գործ ենք ունենում օրինակ 60-70,000 քաղաքացիների հետ, ովքեր շահառու են այս շրջարկի, ու հենց նույն վարչապետը իր ելույթում ազգային ժողովում շատ բացասական առումով նշեց, որ տեսեք շրջարկով օգտվողների 60%-ից ավելին տարեկան շրջանառությունը չի գերազանցում 10 միլիոնը, բայց լավագույն տարբերակն է, թե ոնց է բնորոշում, որ շրջարկը հենց ՓՄԶ-ի համար, ավելին ասեմ, 2002 թվականին Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց պարզեցված հարկը։ Պարզեցված հարկի շնորհիվ Հայաստանի փոքր ու միջին բիզնեսը սկսեց ծաղկել։ Դա թվերն են, ես թվերով, կարակ վիճ թվերով բացեք նայեք։ Բայց ինչ էր տալիս պարզեցված հարկը, ասում էր բեր մուծի այսքան գումար, ինչ շրջանառություն ունում ես, ինչքան ուզում ես, աշխատի։ Խոսքը օրինակ հասարակական սննդի կետերին էր, ու ոլորտները դա նպաստում էր նաև այդ բիզնեսի զարգացմանը։ Միանշանակ, ու դրա համար մենք այդ տարիներին ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ։ Օրինակ 1998-ից 2007 թվականներում Հայաստանի Հանրապետության միջին տնտեսական աճը կազմել է 14%, իսկ օրինակ 2005-6-7 թվերին այդ տնտեսական աճը գերազանցել է 14%։ Սա պաշտոնական թվերն են։ Ընդ որում շատ է խոսում այդ տարիներին, որ շատ փող կար, տնտեսությունը բոլոր պետություններում զարգանում էր, եթե վերցնենք նույն ԱՊՀ երկրները, ԱՊՀ երկրներում այդ տարիներին տնտեսական աճը չի անցել 6%-ը։ Ու 2005-6-7 թվականներին Հայաստանի Հանրապետությունը համարվել է պաշտոնապես աշխարհում հնայի աճով ու ֆինանսական զարգացվածության առումով 5 երկրներից մեկը, աշխարհում ինչքան 200-ից ավել պետություն կա, հա, 5-ի մեջ ենք մտել, 5-6-7 թվականներին։ Դա լավագույն բնորոշումն է մեր պետության ռազմավարության զարգացման մասին։ Իսկ հիմա ունենք ինչ-որ 5%, 7% աճ ու այդ աճը նորից կկրկնվեմ հիմնականում պայմանավորված է արտաքին գործոնով։ Օրինակ, եթե վերցնենք նույն արտահանումը, 2024 թվականի տվյալներով Հայաստանից արտահանված ապրանքաշրջանառության ընդամենը 4%-ն է բաժին հասել եվրոպական երկրներին։ Այսինքն նախ խոսում են դեպի Եվրոմիություն, տնտեսության
դիվերսիֆիկացիա եվրոպական երկրներ, բայց փաստացի լրիվ հակառակն է գնում։ Իսկ օրինակ 2007 թվականին Հայաստանի Հանրապետության արտահանման 36%-ը բաժին անկել հենց եվրոպական երկրներին։ Ընդ որում նվազել է 40%-ով գյուղատնտեսական ապրանքների արտահանումը, նվազել է 30%-ով արդյունաբերական ապրանքների արտահանումը։ Այսինքն այս թվերի մեջ կայուն տնտեսական տնտեսությունը, հա, իրական տնտեսությունը շատ քիչ դեր ունի ու բոլոր ցուցանիշներով նվազել է։ Զուտ վերարտանման հիման վրա մենք ունենք ինչ-որ sense թվեր, չեմ ասում կեղծ են, բայց իրան մի հատ բառ է բնորոշում՝ փուչիկ։ Ցանկացած պահին պայթելու դեպքում շատ լուրջ խնդիրների առաջ են գալու։ Ձեր կարծիքով քաղաքացիների նկատմամբ այդ հարկային ճնշումը ինչպես է ազդում ներդրումային միջավայրի ու ձեռնարկատիրական գործունեության վրա։ Ակցիայի մասնակիցներից շատերն ասում էին, եթե կառավարությունը չվերանայի այդ որոշումները, մենք կդադարենք մեր գործունեությունը։ Այդ խնդիրը շատ լուրջ խնդիր է։ Ընդհանրապես տնտեսությունը զարգացնելու համար առաջի պայմանը փողն է, փող է պետք։ Այլ կերպ ասած, ներդրում։ Ներդրումը փողը ընդհանրապես ինքը ֆունկցիա ունի։ Ուղղակի չի գալու ինչ-որ միտեղ ներդրվելու, հա։ Դու իրան պետք է համոզես, դու իր համար պետք է ստեղծես համապատասխան պայմաններ, որ գան։ Օրինակ 2005 թվականի դրությամբ ներդրումները Հայաստանի Հանրապետությունում եռակի աճել են։ Հիմա մեզ մոտ մենք հակառակ process-ն ենք։ Կարեք ինձ ասեք 2008 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում համաշխարհային ո՞ր մի բրենդն է եկել։ Օրինակ մենք ունեցանք Orange, չգիտեմ, տարբեր կազմակերպություններ, նույն Vivatel MTS, 2004-ին, որ Հայաստանում սկսեց հեռահաղորդակցության կապով զբաղվել։ Հիմա ընդհակառակը, կապիտալը Հայաստանից գնում է։ HSBC-ին համաշխարհային։ Նույն Ամերիաբանկը, այսինքն ինքը ցույց է տալի տնտեսության իրական վիճակը հենց դրանով, որ կապիտալը գնում է, ինչի է գնում, որովհետև կան բազմաթիվ ռիսկեր։ Առաջինը անվտանգային ռիսկ, որը ամենամեծ գործոնն է։ Հիմա եթե դու ունես ֆինանսական միջոցներ, եթե ուզում ես ներդրում անես, դա առաջինն է, դու պետք է կորցնես այդ գումարները, թե չէ։ Իսկ եթե կա անվտանգային խնդիր, իհարկե ազդում է դրան։ Նաև կներեք, այդ համատեքստում Արցախահայության ներուժը չօգտագործվեց, չէ՞, նրանց հիմա շատերը գնահատում են որպես տնտեսական բեռ, այնինչ 120,000 մարդ կարող էր իր ներուժն ունենալ։ Այդ 120,000 մարդը շատ հանգիստ Հայաստանի Հանրապետության տնտեսության լոկոմոտիվը կարող են հանդիսանալ, ովքեր ստեղծելով հավելյալ արժեք կվճարեն եկամտային հարկ, կվճարեն մյուս հարկային պարտավորվածությունները, որը կբերի զարգացմանը, բայց պետությունը իրանց նայում ավելի շատ բեռի տեսքով, կներեք այս բառի համար, բայց դա իրանց խոսակցականը, իրանց բառապաշարը ու պետության կողմից այդ մարդկանց նախ այս մարդիկ խնդիր ունեցան սեփական գույքի կորստի, հա, մարդ ուներ տուն, ուներ մեքենա, ուներ ասենք անասուններ, հողատարածքներ մշակում էր, ապրում էր ու մի օրում չունի։ Այսինքն ոչ միայն ապրելու խնդիրներ, այլ նաև այդ տնտեսական խնդիրներ։ Հիմա եկել այստեղ ուզում է ինչ-որ մի ձև հարմարվի։ Եթե չեմ սխալվում, արդեն 120,000-ից պաշտոնապես 20-25%-ը լքել են Հայաստանի Հանրապետությունը։ Մենք պետք է մեր քաղաքականությամբ խրախուսեինք այդ մարդկանց, բայց նորից էլի անդրադառնամ նույն խնդրին, նույն կառավարությունը բացահայտ քարոզ հակաղարաբաղյան, հակաարցախյան, հա, Արցախ բառը արգելված է, հա, իրանց համար այդ տերմինոլոգիայից դուրս է մղված, իրավունք չունեն ասելու, հա, որն էլ բերում է մարդկանց հիասթափությանը, որը փորձելու են լքեն, ոնց որ եղել է 15 թվին, ոնց որ եղել է այլ ժամանակներում, գնալու են ուրիշ երկրներում, դառնան լավ գործարարներ, դառնան լավ սպորտսմեններ ու մենք էլ դրսից նայենք, ուրախանանք, ասենք, տեսեք, Յան Ազգանով ունեցանք աշխարհի չեմպիոն, ունեցանք Forbes-ի մեծահարուստ եւ այլն։
Կցանկանայի ամփոփենք զրույցը տրանսպորտի թանկացմամբ։ Երևանում տրանսպորտի թանկացումը բերեց նաև միջհամայնքային տրանսպորտի թանկացման։ Քաղաքացիները չեն համակերպվել, բայց նեղվելով վճարում են։ Այս թանկացումից հնարավոր չէր խուսափել եւ ինչի կբերի այդ թանկացումը։ Եթե նայում ենք մենք այս համատարած թանկացումներին ու նայում ենք այն քաղաքականությունը, որը վարում է պետությունը, ինքը տեղավորում է այդ լոգիկայի մեջ, բայց ոչ միայն հնարավոր չէր խուսափել, այլ ժամանակավրեպ էր ու ոչ հիմնավոր։ Առաջին, մինչև հիմա Երևանի քաղաքապետարանը չի տվել, թե տրանսպորտը պետական Երևանի քաղաքապետարանի վրա ինչ է արժենում, այսինքն ինքնարժեք չունեն հաշված։ Ամեն անգամ տարբեր պաշտոնյաներ հայտարարում են տարբեր թվեր։ Հայտարարեցին 300 դրամ, մի գիշերում հելա պարզվեց 300-ը շատ է, կարող են 150-ով էլ չագերտների մեջ կներեք, տեղավորվեն, որ հա, բայց օրինակ նախագահի հարցազրույցում շատ ճիշտ նշեց երկրորդ նախագահան, որ քաղաքային տրանսպորտը դա բիզնես չի։ Եվրոպական շատ երկրներում քաղաքային տրանսպորտը անվճար է։ Դա հիմնավորում են, որ թիրախային խմբերին ունեն ինչ-որ զեղչեր եւ այլն։ Զեղչով խնդիր չես լուծում։ Տրանսպորտից հանրային օգտվում են նույն են նշած մարդիկ, ովքեր հանդիսանում են աղքատ ու ծայրահեղ աղքատ։ Այսինքն սոցիալապես հիմնականում անապահով խավն է տրանսպորտից օգտվում։ Ու դու չբարձրացնելով թոշակը, պայքարելով թոշակը բարձրացնելու մեջ, չբարձրացնելով թեկուզ պետական ծառայողների աշխատավարձը, դու իրանց ոչ միայն տալիս ես զեղչ, այլ նաև բարձրացնում ես իրանց հնարավորությունը տեղաշարժվելու, որը բերելու է սպառողական զամբյուղի նվազեցմանը։ Այսինքն, եթե վերցնենք օրական 200 դրամ տալիս գնում գալիս են, հիմա 300 դրամ, տարվա կտրվածքով 3000 դրամ, հա, իսկ 33000 կենսաթոշակ ստացողը, եթե 33000 էր մինչև թանկացում, իր համար կոպիտ ասած այդ թոշակը դառնում է 30000։ Չկա հիմք, չկա պատճառ, այո, պետք է ներդրում անեն։ Հիմա ձեզ այդ թեմայով ուրիշ տնտեսագիտական, հա, ապացույցներ բերեմ։ Հայաստանի Հանրապետությունում գույքահարկը 20-ից 25 թվականները թանկացել են 4-5 անգամ։ Ես իմ հետ բերել եմ մի տեղեկանք, որը հենց իմ բնակարանի գույքահարկի թանկացումն է ու տարիներով նշված է, հենց թվապետարանն է 20 թվականին 2500 դրամ ա եղել, 21 թվականին 3400, 22 թվականին 4100, 23-ին 4700, 24-ին 6800, իսկ արդեն 25-ի համար ինձ տվել են պարկ, որ ես 10267 դրամ ա դարձել։ Նիկոլ Փաշինյանը կենտրոնի բնակիչներին առաջարկում է վարձով տալ իրենց տները, եթե չեն կարողանում գույքահարկ տալ եւ բնակվել այլ տեղում։ Ինչպես Գիտեք, այն հոգեբանական, բարեհոգեբանական մասին չեմ ուզում անդրադառնալ, որ մարդը ամբողջ կյանքը տեղացնում է, տեղ ուրախած է, տեղ է, ու դի թողի գնա ծայրամաս, այլ էլ նորից կպատասխանեմ, հա, փորձեմ պատասխանել տնտեսագիտական առումով։ Իսկ ով ասեց, որ օրինակ 9-րդ մասիվում գույքահարկը չի թանկացել 4 անգամ, կամ ասենք, չգիտեմ, ինչ-որ մի գյուղում։ Եթե դու ասում ես կենտրոնից գնա ուրիշ տեղ ապրի, դե լա թանկացել։ Հեսա բերեմ եմ, օրինակը բերել եմ 5 անգամ։ Ու այս գնում է Երևան քաղաքի բյուջե։ Շատ հեշտ, շատ հիմնավոր ձևով կարելի էր այս թանկացման հիման վրա ապահովել Երևան քաղաքի տրանսպորտը։ Ընդ որում 18 թվականից մինչև հիմա Երևան քաղաքի բնակ ֆոնդում տեղի ունեցել մոտավորապես 40% հավելաճ, այսինքն 40%-ով հարկային գույքահարկի մասով հարկային մուտքերը քաղաքապետարանի բյուջե ավելացել է։ 40%-ով ավելացել է, 4 անգամ թանկացել է, հարկը բարձրացել է, այսինքն մեծ հոսքեր կան։ Դու կարաս կազմակերպել այդ ամեն ինչը, ոչ միայն թանկացնել, այլ չգիտեմ, տարբեր սոցիալական խավերի համար ընդամենը դարձնել 0։ Իսկ ամենակարևորը բարեփոխումից է խոսում։ Հանրային տրանսպորտում դուք բարեփոխում տեսնում եք։ Ես ոչ։ Իսկ ուրիշ հարց տամ։ Հատկապես ավելի է վատացել պիկ ժամերին։ իմիջայլոց, այո։ Առավոտ եւ երեկո։
հանրային տրանսպորտից օգտվելը հեշտացել է, բայց չէ թանկացնում։ Դրա հետ մեկտեղ թանկացեցին նաև մետրոն։ Դա ասում են փոխել ենք ավտոբուսները, այ մետրոյի պահով դժվարանում են պատասխանել։ Հասկանում եք, որ ամբողջը սուբյեկտիվ է, ամբողջը մանիպուլյացիա է, ու քանի որ ստեղ մեծ փողեր են հանրային տրանսպորտում, շատ մեծ։ Այստեղ կարելի է ուսումնասիրել, թե ինչն է պատճառը։ Ու եթե շատ գնանք հետևից կտեսնենք, թե կոնկրետ մարդիկ են կանգնած, թե կանգնած չեն, ինչն է պատճառը, որ թանկացել։ Պարոն Գրիգորյան, խոսեցինք տնտեսական եւ սոցիալական կյանքում մի շարք խնդիրների մասին, բայց ուշագրավ է, որ բոլոր այս ոլորտներում 2018-ին հենց այս իշխանությունը լրիվ այլ խոստումներ էր տվել։ Ինչու ձեր կարծիքով իշխանությունը խոստումները կատարելու փոխարեն գնաց լրիվ հակառակ ճանապարհով, չկարողացան, թե չցանկացան։ Գիտեք ինչ, 10 թվականի իշխանափոխությունից հետո լոզունգներ էր պետք, որ այդ ամեն ինչը կատարեին։ Դա նույն արագաչափերն են, նույն կարմիր գծերն էր, թոշակների բարձրացումն էր, թալանի հետ վերադարձներ, հատիկ առ հատիկներ եւ այլն։ Դրանք ընդամենը հասարակության մոտ կրքեր առաջացնելու, իրենց արժեվ դրված խնդիրները լուծելու համար սին թեզեր էին։ Ու երբ որ իրանց մոտ այդ աշխատեց ու արդեն իրանք եկան իշխանության, բնականաբար իրականությունը լրիվ այլ էր։ Այսինքն այն ինչ որ կառավարվում էր այն մոդելները, այն հարկային բեռը, հարկային վարչությունը, ինքը ինչ որ միտեղ ընդունելի էր պետության համար, որովհետև բնական է պետությանն էլ է պետք եկամուտներ, հարկեր եւ այլն։ Այսինքն այդ թեզերը, որով եկան իշխանափոխություն արեցին ու դարձան իշխանություն, զուտ կեղծ սին խոսքեր են, ոնց որ մնացած բոլոր հարցերում, հասարակությանը թմրեցնելու, հասարակության մոտ լրացուցիչ կրքեր առաջացնելու, որը կբերեր իրանց վերջնական նպատակին հասնելուն, որն էլ արեցին։ Իսկ երբ որ դարձան արդեն իրականության, իրողության տերը պատասխանատուն, բնականաբար իրանց մոտ խնդիրները փոխվեցին։ Իրանք էլ ունեն խնդիր բյուջե լցնելու, հա, այդ հայտնի արտահայտությունը, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չի, շատ լավ բնորոշում է Նիկոլ Փաշինյանի կառավարության ու վարած քաղաքականության։ Այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հենց հիմա կոնկրետ տուգանքի մատերիալ է։ Կներեք բարիս համար, ճագերտներով մեջ բերում եմ դասականի խոսքերը, բոլոր ոլորտներում, բոլոր հարկային վարչարություն, հարկեր, տուրքեր, բոլոր ոլորտներում, չկա մի հատ ոլորտ, որտեղ չկա այդ վարչարության խստացումը, այս ՓՄԴ-ները, որ ոչ միայն հարկային բեռն են թանկացել, վարչարությունն են խստացել, պահեստի մնացորդի հաշվարկ, սխալ գտնելու դեպքում բազմապատիկ տուժեր, մյուսը շատ կարևոր բան եմ ուզում ասեմ, արտարադատության նախարարությունը, եթե չեմ սխալվում, իրանք են բերել, թե հարկայինն է, պետքն է բերել, բայց բերել են մի հատ օրենք, ասում է, եթե պետքը եկավ տուգանեց, այն ժամանակ ոնց էր, քաղաքացին իրավունք ուներ դիմել դատարան, ու դատարանի վճռից հետո նոր կամ գումարը կվճարի, կամ չէ, արտարացումից կամ հիմա ասում են չէ, հարկային եկել է տուգանել է, քդել է սխալ, դու պարտավոր ես այդ տուգանքը վճարել, հետո խնդիր չկա, գնա դատական process-ը անցի ու եթե հենց ստացվի, որ դու ճիշտ ես հարկայինը սխալ, այդ դեպքում կլինեն տարբերակներ, որ այդ գումարները քեզ հետ կվերադարձնեն։ Այսինքն քաղաքը ինչ անի, իրավաբանական ազնի ինչ անի։ Այսինքն բողոքարկելու իրավունք էլ չունի։ Իրավունք ունես, բայց ասում է գնա, ես եկա քդա խնդիրը, դու վճարելու ես, հետո քո շահերի պաշտպանության համար կապ չունի ես սխալ եմ թե ճիշտ եմ։ Քո շահերի պաշտպանության համար գնա բողոքի։ Թող դատանը որոշի, եթե ես սխալ եղա, նոր քո գումարը հետ կտա։ Այսինքն բոլորը գործիքներ են, որ քեզ խեղդեն։ Տարբեր կողմերից դու քո մոտ բեռավոր ավելանում է։ Նույն շատ կարևոր խնդիր նույն տնտեսպարողների համար դրոշմապիտակների փոփոխության արդյունքը։ Մինչև 25 թվական Հայաստանի Հանրապետությունում այն ապրանքները, որոնց պարտադիր պետք է դրոշմապիտակ փակցվեն,
պետությունն էր տալիս ու անվճար։ Շտրիխ կոդերի մասին է։ Հա, շտրիխ կոդ է հիմա դարձել։ Այսինքն հիմա դրոշմամբ ու շատ լավ ապահով էր, որ իրան մեկ անգամից ավել, իր ֆունկցիոնալ ձևը նենց էր, որ չէր կարա մեկ անգամից ավել օգտագործել։ Հիմա ինչ արեցին։ Նախ սարքեցին պետությունը այդ գործառույթը վերցրեց տվեց տնտեսվարողին, որ անհայտ է, ինչ սկզբունքով է, որ այդ կազմակերպությունն է շտրիխ կոդ տալու։ Անվճարը դարձավ 4.7 դրամ։ 4.7 դրամից բացի նաև տպագրության համար տնտեսվարողի վրա տարբեր հաշվարկներով 3-ից մինչև 7 դրամ է նստում այդ շտրիխ կոդը։ Բացի այդ, նաև շատ կարևոր է դրա հաշվառումը։ Հիմա այս թղթային շտրիխ կոդը թույլ է տալիս տնտեսվարողին 2-3 անգամ նույն շտրիխ կոդը օգտագործել։ Այսինքն խրախուսվում է օրենքով տնտեսվարողը դեպի գնաստվեր։ Իհարկե, բացահայտման դեպքում կան տուժտուգանքներ, բայց օրենքը արդեն ոնց որ կա այդ ծուղակը, որ դու մտնես, հետո կա ինքը քեզ բռնի։ Այսինքն ինչի համար արվեց այս։ Ոչ մեկ չի կարող պատասխանել։ Ոչ մեկ ում այս հարցադրումն ումն արել ենք, որ ոլորտից ու բացի այս դրա հաշվառումը շատ դժվար։ Տնտեսվարողը մի հատ 1-2 ավել աշխատող պետք է պահի, որ այս շտրիխ կոդերի մասով կարողանա ինքը խնդիր չունենա ու ապահովի արտահանումը կամ վաճառքը եւ այլն։ Որ լրացուցիչ խնդիր, որ տպավորությունն է, որ ամեն ինչ արվում է, որ ցանկացածին լրացուցիչ խնդիրներ։ Նույն այս հայտարարագրման, հա, որոշման կամ օրենքի ներդրումը, որ ինչ է տալու։ Իսկ գուցե դա արվում է, որ քաղաքացիները ավելի կարևոր հարցերի մասին չկարողանան մտածել։ Դե այդ դրամաբանության մեջ էլի Գանկենի ասացին, որ ամեն ինչ արվում է, որ քաղաքացին թողի հեռանա, քիչ լինի, 1 միլիոնը շատ հեշտ կկառավարվի, մանավանդ ոստիկանական համակարգը էլի չագերտների մեջ բարեփոխվում է, ու ինչքան գիտեմ սեպտեմբերի ներդրվելու է նորից նոր ոստիկանության, հա, մոդել ազգային գվարդիա ինչ որ կոչվելու, տոտալիտար դիկտատուրա է, արտաքին պետությունների համար մենք դարձել ենք ժողովրդավար, ներսը իրականությունը ընդհանրապես չի համընկնում այն կարծիքի այն զեկույցների հետ, հա, այնտեղ էլ մանավանդ այս Սիրիայի վերջի դեպքերը պարզ ցույց տվեցին, որ հա այդ երկակի, նույնիսկ երակի քարակի ստանդարտները լրիվ նորմալ են դարձել ու պետությունները բաց դրանով խաղում են։ Սիրիայում 10 տարի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հետախուզվող անձը մի օրում դարձավ ժողովրդավար ու ընդունել է այդ պետության համար որպես երկրի ղեկավար։ Եվս մեկ անգամ շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։